Մայիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում շարունակվեց սրբազան պայքարի գործով հերթական դատական նիստը։ Օրակարգում Արթուր Սարգսյանի, Կարո Օկումուշյանի, Իգոր Սարգսյանի և Վահագն Չախալյանի խափանման միջոցների հարցն էր։ Պայքարի անդամներն արդեն 11 ամիս գտնվում են անազատության մեջ։ Վերջին ամիսներին դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել տնային կալանքը և վարչական հսկողությունը։ Հանրային մեղադրողը միջնորդեց ուժի մեջ պահել Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը և այն երկարացնել ևս 3 ամսով։ Եթե շարունակվի Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառվել տնային կալանքը, սա կլինի ուղղակի միջամտություն ընտրական գործընթացին, իր խոսքում նշեց պաշտպան Էմին Խաչատրյանը, հավելելով, որ Արթուր Սարգսյանը մասնակցելու է առաջիկա ընտրություններին։ Ես վստահ եմ, որ մինչև հունիսի 8-ը ես մնալու եմ կալանքի մեջ, մինիմում, որտեղ ասել եմ հունիսի 7-ին ընտրությունները, բայց տեղ մի հատ հետաքրքիր բան կա, որ մեր մեղադրողներն ասում են իհարկե նվազել է, բայց Սարգսյան Արթուրը պետք է մնա կալանքի մեջ։ Ուզում եմ հասկանամ, ես 10 ամիսա ուզում եմ հասկանամ, ես ինչ են կարել, որ նվազել է։ Ասեք, ես ինչ բան արել եմ, ռիսկը նվազել է, ինչ են կարել, որ նվազել է։ 10 ամիսա տենց էլ չկարացիք ասեք, թե ինչ են կարել, չեք են կարելու ասեք, ինչ են կարել, հունիսի 8-ին արժանապատվությունը հաղթեց, մենք կարդարացվենք, արժանապատվությունը չհաղթվեց, մենք կդատվենք։ Սա է իրականությունը, որտեղ արդարադատություն չկա։ Այնուամենայնիվ դատավոր Կարեն Ֆարխոյանը Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգեց ևս 2 ամսով։ Չնայած պաշտպանական կողմի առարկություններին ու միջամտություններին, դատավորը 2 ամսով երկարացրեց նաև պատգամավորի թեկնածու Իգոր Սարգսյանի տնային կալանքը, այսպիսով սահմանափակելով նրա մասնակցությունը ընտրական քարոզարշավին։ Ակնհայտ է, որ սա մեզ մեկուսացնելու և քաղաքական պրոցեսներից հեռու պահելու համար է, իր ելույթում հայտարարեց Իգոր Սարգսյանը, հավելելով. «Մեր գործողություններում մինչ այս պահը չեք կարողացել և չեք էլ կարող գտնել որևէ հակասահմանադրական կամ հակաօրինական արարք։ Մենք մշտապես գործել ենք հանուն հայրենիքի և մեր պետականության»։ Ես չեմ խնդրում, որ խափանման միջոց փոխեք, ուզում եք խափանման միջոցը փոխեք, նստացրեք կալանքի։ Հարցը չէ, բայց գոյություն ունի ճշմարտություն, պարզ, հոգևոր ճշմարտություն, մարդկային ճշմարտություն, որ այդ ամենին պատասխան պետք է տրվի։ Իմ առաջել, ազգի առաջել, բայց առաջին հերթին Աստծո առաջ։ Պատասխան է տրվելու, բոլորն են պատասխան տալու։ Ես էլ եմ պատասխան տալու իմ արածների կամ չարածների, դուք եք ձեր արած չարածների համար։ Բայց իմ ժողովրդին մի բան կխնդրեմ։ Ժողովուրդ ջան, ընտրեք այնպիսի ղեկավար, այնպիսի առաջնորդ, ով ձեր պատիվը կպահի։ Դատարանը նույն ժամկետով երկարաձգեց նաև Վահագն Չախալյանի և 1 ամսով Կարո Օկումուշյանի տնային կալանքը։ Այն որոշումները, որ կայացվում են այստեղ, ձեր որոշումները չեն։ Ուզում եք վիրավորվեք, չեք ուզում մի վիրավորվեք, պատվարժան դատարան, անկեղծ ձեր որոշումները, անձնական ոչ մի բան չկա, ձեր որոշումները չեն, որովհետև մեղադրանք չկա հիմքում։ Տասնապատիկ անգամ ասել ենք, մեղադրանք գոյություն չունի, մեղադրողն ասում որ պայմանները չեն նվազել, նվազել են, ինչի պայմանները, որ հանցանքի, հայրենասեր լինելու հանցանքի, հայրենիք ունենալու ցանկության հանցանքի, այդ հանցանքի, դա է հանցանքի հիմքը։ Այս մեղմաբանություններին վերջ տրվի մեր կյանքում։ Սրբազան պայքարի գործով հաջորդ դատական նիստը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում նշանակվեց հունիսի 4-ին ժամը 15-ին։ Լուսինե Բալյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։